Ինչ եք կարծում, ինչու Իսրայելը հիմա սկսեց հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, հանուն հայ ժողովրդի, թե իր շահերի, Հայաստանի արձագանքը դրան ինչպիսին կլինի։ Ինչ էլ որ լինի, պիտի ոնց ասենք, Հայաստանը պիտի ոչ մեկի վրա հույս չդնի, պիտի հույսը դնի իր վրա, զինվի, մենակ զինվի, ասինքն ոչ մի երկի վրա հույս չդնի, դնի իր վրա։ Թուրքիայի հակառակ, մեր ընկերոջի Իսրայելը։ Եթե լուծում է, թող շուտ լուծեի։ Դա կախված է իր պետության լավության համար դա արեց։ Ես այդպես եմ կարծում, որ նա դա անում է ամեն մի երկիր ամեն ինչ անում է իր երկրի լավության, բարերության համար։ Եթե մինչև հիմա Հայաստանը արձագանք չի տվել, դա արդեն վատ է։ Պետք է որ միանգամից արձագանք տար։ Չգիտեմ, դիպլոմատически, եթե ասեն դիպլոմատիական կողմից, նա պիտի ասեր շատ շնորհակալ եմ, բայց իր ինքն էլ պետք է պաշտպանել իր երկրի բարերությունն ու լավ լինելը։ Այսօր է իրան ձեր տալի, այսօր է ինքը որոշում է, իրանց պրոբլեմն է, ուրեմն էդի շատ քաղաքականության մեջ դա իրանց համար ինչ-որ նշանակություն ունի, որ այսօր իրանք կարան շատ շուտ ճանաչեն, իրանք տեսել են այդ ամեն ինչը իրանց վրա, այսօր որ ճանաչում է էլի գոհ են, որ ինքը ճանաչեց, ինքը վատ բան չի արել, ճիշտ է արել, թե հիմա ուշացումով է, դա ոչինչ, շուտ էլ ճանաչել, մենք էլի նույն ձևն ենք, վատ հաստատ չի եղնի, լավ, սովորականի նման, իսկ եթե ինքը շուտ ճանաչել, ինչ-որ մի բան մենք անպայման կասեինք, այսօրվա պահով ինքը ամենակարևորը, որ ասենք Ամերիկան ճանաչեց, դա է մեծ նշանակությունը, մնացածը էլի իր նշանակությունը ունեն, բայց ամեն ինչը, որ ասենք ժամանակ եներ, ավելի լավ կլիներ։ Ես ուժ գիտեմ իրան սրտին ինչ կա, չեմ կարող ասել։ Հրաները հենց ինձ ոչ ոք չեն անում, Թուրքիային նա դու են արել, բայց լավ է որ ընդունել են, շատ լավ է, ուղղակի մի հատ տարբերություն կա հրաների հոլոկոստի, մեկ էլ հայերի ցեղասպանության մեջ։ Մենք հայերս խնդրվում ենք սաղ աշխարհին, իսկ հրաները իրենց հոլոկոստի հարցը պարտադրել են սաղ աշխարհին։ Այդ է տարբերությունը, բայց լավ է որ ընդունել են, այդ կամաց չնայած այդ զուտ եմ ասում մառալն ու դալտարենի էլի։ Հայաստանը ոնց որ 18 թվականից ամեն ինչին սկսել ավելի հանգիստ վերաբերվել, ու շատ ճիշտ է, без ֆանատիզմ է, էլի։ Պետք չի ոչ մի բան սպասել, պետք չի հրապուրվել, որ հետո հիասթափվել։ Հանգիստ նորմալ կվերաբերվենք, նորմալ ուղիով գնում ենք կամաց։